Երբ խոսքը վերաբերվում է թագավորական ընտանիքին, դրամայի պակաս երբեք չի լինում։ Քեյթ Միդլտոնի և Մեգան Մարքլի միջև թշնամանքը դարձել է իսկական մեդիա երևույթ, գրավելով ոչ միայն մեծ բրիտանացիների, այլև ամբողջ աշխարհի ուշադրությունը։ Հայկական ընտանիքներում, երբ որ տուն գալիս է երկրորդ հարսը, բոլորի համար դա հետաքրքիր փորձություն է, քանի որ շատերն են սպասում, թե երբ են երկու տեկուր կանայք իրար հետ կռվելու։ Փաստորեն այդպես է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Մեծ Բրիտանիայում։ Եվ անգամ ոչ թե սովորական տներում, այլ թագավորական ընտանիքում։ Ողջույն, բարի գալուստ, ես Անահիտն եմ, մենք այսօր կփորձենք հասկանալ, ինչից է առաջացել Մեգան Մարքլի եւ Քեյթ Միդլտոնի միջև հակամարտությունը։ Ինչու են երկու գեղեցիկ կանայք պայքարում միմյանց դեմ եւ արդյոք նրանք պայքարում են միմյանց դեմ հանուն փառքի եւ հանուն ճանաչվածության, անգամ հանուն հանրության սիրո։ Թե այդքան էլ այդպես չի։ Հարմար տեղավորվեք, լցրեք սուրճ կամ թեյ, որովհետեւ մենք սկսում ենք։ Քեյթ Միդլտոնը Քեմբրիջի դքսուհին այն ժամանակ շատ սիրված էր բրիտանացիների կողմից եւ ոչ միայն բրիտանացիների։ Նրան սիրում են իր համեստության, իր գեղեցկության համար, իր հանգիստ բնավորության եւ ամեն տեղ Քեյթը չխոթելու համար։ Քեյթը միշտ գեղեցիկ կանգնած էր իր ամուսնու ետևում կամ իր ամուսնու կողքին։ Նա միշտ կատարում էր թագավորական իր պարտականությունները առանց ավելորդությունների, առանց իր եսը շեշտելու։ Այդ իսկ պատճառով բրիտանացիները նրան սիրում էին։ Տարիներ շարունակ Քեյթ Միդլտոնը ապացուցել է, որ իր համար կարևոր են թե ընտանիքը, եւ թե թագավորական ընտանիքի ավանդույթները պահպանելը։ Եվ գալիս է մի նոր կին ընտանիք, այն էլ ինչ կին, ամերիկուհի, այն էլ ինչ ամերիկուհի, դերասանուհի, արդեն այս կամուսնացած Մեգան Մարքլը գալիս է արքայազն Հարին կին։ Հարին շատ էին սիրում Մեծ Բրիտանիայում, այդ իսկ պատճառով Մեգանին ընդունում են մեծ ջերմ սրտները եւ ձեռքերը եւ գրկները բացած։ Իսկ Մեգանը իր հերթին թարմ օդ էր թե Բրիտանիայում եւ թագավորական ընտանիքում։ Բոլորը պատրաստ էին ընդունել Մեգանին, նրան սիրում էին, բայց ինչ պատահեց, որ բրիտանացիները սկսեցին նրան ատել։ Սկզբում համեմատություններն էին Մեգան Մարքլի եւ Քեյթ Միդլտոնի միջև։ Եվ պետք է նշել, որ շատերը հավանում են հենց Մեգան Մարքլին, թե նրա ոճը եւ թե նրա խոսելաձևը։ Իսկ Քեյթին համարում են ավելի շատ դատարկ տեղ, գեղեցիկ հագնված նիհար սիրուն դատարկ տեղ, ով որ չունի իր կարծիքը եւ չունի իր կարծիքը արտահայտելու հնարավորությունը։ Մեգանը գալիս է Ամերիկայից, խոսում է իր քաղաքական հայացքների մասին, կնոջ ուժի մասին, ֆեմինիզմի մասին, ինչը թագավորական ընտանիքում չի թույլատրվում։ Թագավորական ընտանիքի անդամները իրավունք չունեն իրենց կարծիքը հայտնելու ոչ քաղաքականության մասին եւ ոչ էլ ֆեմինիզմի մասին, այո, նրանք կարող են աջակցել կանանց, բայց նմանատիպ հայտարարություն անել նրանց չի թույլատրվում։ Քեյթ Միդլտոնը այդ օրենքին հետևում է, Մեգան Մարքլը ոչ։ Անցնում են ժամանակներ, Մեգանը չի դադարեցնում խոսել իր հայացքների մասին քաղաքական եւ շատերը սկսում են Մեգանին չսիրել։ Այնուհետև համացանց տարածվում են նորություններ, մամուլ են տարածվում նորություններ, որ Քեյթը եւ Մեգան Մարքլը միասին չեն կարողանում ապրել նույն շենքում, միասին այլևս ապրել չեն պատրաստվում, այլ առանձնանում են։ Երկու տեկուր կնիկ առանձնացան, գնում են ամեն մեկ իր ամուսնու հետ առանձին տուն ապրելու։ Եվ այդտեղից արդեն սկսեցին խոսակցությունները, թե ինչու է Մեգան Մարքլը Հարի թաթիկը վերցրել ու տեղափոխվել։ Այդ ինչ ա եղել երկու տեկուր կանանց մեջ, որ կռվել են իրար հետ։ Թշնամության մասին լուրերից մինչև հանրության առջև խորհրդավոր հայացքներ ամեն մի պահ ենթադրություններ առաջացնում։ Բայց իրականում ինչ է կանգնած այս թագավորական լարվածության հետևում։ Արդյոք դա պարզապես դեղին թերթերի ենթադրություններն են, թե ավելի խորը հակամարտություն կա։ Երբ Մեգան Մարքլն միացավ թագավորական ընտանիքին, ամեն ինչ կատարյալ էր թվում։ Քեյթ Միդլտոնը որպես Քեմբրիջի դքսուհի, Մեգան Մարքլը Սասեքսի դքսուհի ունեն իսկական ընկերուհիներ դառնալու ներուժ։ Սակայն իրականությունը բոլորովին այլ բան ապացուցեց։ Միավորվելու փոխարեն երկու կանայք արագ հայտնվեցին թագավորական դրամայի կենտրոնում,
որը գրավեց աշխարհի ուշադրությունը։ Նրանց միջև սկզբնական փոխհմբռնումը երկար չտևեց։ Ներքին աղբյուրները պնդում են, որ նույնիսկ Մեգզիթից առաջ լարվածությունը ակնհայտ էր։ Մեգանը անդադ փորձում էր ապացուցել, որ ինքը ոչ միայն դքսուհի է, այլև իսկական հայտնի անձնավորություն, մինչդեռ Քեյթը իրեն համարում էր երկարատև ավանդույթների մի մասը։ Ներքին աղբյուրները պնդում են, որ այս մրցակցությունը դառնում էր ակնհայտ։ Մեգանը կարծում էր, որ որպես ինքնուրույն կին նա ավելի շատ եւ բարձր ձայնի իրավունք ունի, մինչդեռ Քեյթը չուներ այդ հնարավորությունը։ Հետաքրքիր է, որ Մեգանը նույնիսկ պնդում էր Քեյթին պարզապես Քեյթ անվանել, մինչդեռ ընտանիքի մնացած անդամները նախընտրում էին Քեթրին, եւ հենց այդ ժամանակ էլ սկսեցին ի հայտ գալ առաջին ճաքերը։ Եվ երբ Քեթրինի քույրը Պիպա Միդլթոնը հրաժարվեց Մեգանին հրավիրել իր հարսանիքին, մթնոլորտն ավելի լարված դարձավ։ Ժամանակի ընթացքում նրանց միջև մրցակցությունն ավելի ու ավելի սրվեց։ Մեգանը սկսեց զգալ, որ իր կենսապայմանները չեն համապատասխանում մկրտումներին։ Նոթինգհեմ Քոթեջում գտնվող իր բնակարանը չափազանց համեստ էր թվում Քեթի և Ուիլյամի շոգ տան համեմատ Քինգսինգտոնյան պալատում։ Այս դժգոհությունը գնալով ավելի ակնհայտ էր դառնում, և դրա հետ մեկտեղ նրանց հարաբերություններում խզում է առաջանում։ Հակամարտությունը իր գագաթնակետին հասավ Մեգանի և Հարիի ցնցող հարցազրույցից Օպրա Ուինֆրին տալուց հետո, որի ընթացքում նրանք հորինել կամ էլ կիսով չափ ճշմարտություն են ասել թագավորական ընտանիքում իրենց կյանքի մասին։ Սա նոր լուր էր և ենթադրություններ առաջացրել։ Թագավորական ընտանիքն իր հերթին լռել է, ինչը միայն յուղ է լցրել կրակի վրա։ Այս հարցազրույցի մասին ես առանձին հոլովակ ունեմ, կարող եք անցնել հղումով և դիտել այն։ Հարին իր հերթին իր մեմուարներում բացահայտել է ավելի շատ մանրամասներ։ Նա նշել է, թե ինչպես է Քեյթը իբր դեմքը ծռմռել, երբ Մեգանը նրանից շուրթուրերի բալզամ է խնդրել, և երբ Մեգանը արքայազն Լուի ծննդից հետո մեղադրել է Քեյթին մանկական ուղեղ ունենալու մեջ, պարզ է դարձել, որ սա այլևս թյուրիմացություն չէ, այլ լուրջ հակամարտություն։ Սրանք իհարկե բամբասանքներ էին, սրանք խոսակցություններ էին, որոնք հաստատված չէին, բայց ինչն է հաստատված։ Արքայազն Հարին իր մեմուարներում հատիկ գրում է, թե ոնց է կռվել իր աղբոր հետ, ոնց է կռվել իր հարսի հետ, ով ինչ է ասել Մեգանին, ինչ է տեղի ունեցել իրականում, ոնց է սկսվել Մեգանի և Քեյթի կռիվը։ Լավ, ոնց են սկսել իրար հետ, չունենալ այդ երկու կանայք, ոնց։ Ուրեմն Մեգանի հարսանիքի ժամանակ, երբ որ պետք է աղջիկները, ծաղիկ տալող աղջիկները պետք է հագնվեին ամռանը զուգագուլպաներ, Քեյթը ասում է, որ իր աղջիկը չի կարող հագնել գուլպա, քանի որ շոկ է։ Մեգանը սկսում է այդ թեմայով կռիվ անել, Քեյթը նրան մի փոքր ավելի կոպտում է, ինչի արդյունքում Մեգանը լաց է լինում և գնում է տուն։ Քեյթն իր հերթին մեծ ծաղկեփունջ է ուղարկում Մեգանին և ներողություն խնդրում նրանից այդ օրվա իր պահվածքի համար, շեշտելով, որ շատ մայրիկներ չունեն ժամանակ, որպեսզի երեխաներին տանեն դերձակի մոտ և բոլոր հագուստները փոխեն։ Իրար հասկանում են երկու կանայք և ամեն ինչ անցնում է, բայց փաստորեն չի անցնում։ Միևնույն է, հակամարտությունը մնում է երկուսի միջև։ Մեգանը անընդհատ փորձում է անցնել Քեյթին, բայց Մեգանը մոռանում է, որ Քեյթը իր հետևում ունի 20 տարվա պատմություն, համարյա 20 տարվա, 10 տարի։ Քեյթը լուռ կերպով սպասել է, թե երբ Ուիլյամն իրեն առաջարկություն անելու։ 10 տարվա ընթացքում Քեյթի անունը ոչ մի տեղ վատ կերպով չի հնչել, ոչ մի սկանդալային նորություն Քեյթի մասին չի եղել, և ոչ Քեյթի, և ոչ էլ նրա ընտանիքի անդամների։ Առավել ևս ամուսնությունից հետո ոչ մի սկանդալային դեպք կապված Քեյթի հետ չի եղել։ Այդ իսկ պատճառով նրան բոլորը սիրում էին։ Իսկ Մեգանը արդեն Ամերիկայից եկել էր հարուստ բեռով իր ետևում, բաժանված լինելով, սերիալներում շատ մերկ, լավ մերկ չէ, կիսամերկ հայտնված, մի խոսքով ինքն իր հետևում արդեն ուներ, մեծ պատմություններ, հետն էլ ընտանիքի հետ չի խոսում, ոչ իր ընտանիքի անդամների հետ կապ չունի, ոչ մեկ չեն եկել իր հարսանիքին, ու այդ արդեն սկսում է մարդկանց մոտ առաջացնել խոսակցություններ։ Ինչ է այս աղջկա հետ կատարվում։ Ինչ է աղջկա մոտ է ինչի, ինչ է աղջկա անդադ իրան գովում, թող մենք էլ մի քիչ իրեն գովենք։ Մեգզիտից հետո Մեգանի կյանքում չի մնացել այնպիսի թերթ հրատարակություն, որին նա հարցազրույց տված չլինի, այդ չեմ խոսում պոդքասթների մասին։ Նա բոլորի մոտ գնացել է, բոլորին հարցազրույց է տվել, ասել է, որ խնդրում եմ, մենք ուզում ենք մնալ պրիվատ, մենք չենք ուզում մեր մասին խոսեն, մենք չենք ուզում, որ մեր անունը շոշափվի, բայց ամենտեղ գնում է, բոլորի մոտ տան ինչքան կեղտոսպիտակ եղեն ունեն, բացահայտում են, հետն էլ ասում են, մեզ մի կպեք։ Հետաքրքիր չէ South Park-ը ինչպես է նկարագրել իրենց, որ պլակատներով գնում են, մեզ մի նայեք, մենք ուզում ենք պրիվատ կյանք, մեզ մի նայեք, մենք ուզում ենք պրիվատ կյանք, լրիվ իրանց մասին է։ Հենց իրանց մասին է։ Եվ Մեգանի ամեն հարցազրույցից հետո բոլորը սկսում են համեմատել իր հարցազրույցները։
Մեգանը մոռանում է հարցազրույցների ժամանակ ինչ է ասել։ Եթե մի հարցազրույցից անցել է 5 տարին, արդեն մոռանում է, թե այնտեղ ինչի մասին է խոսել։ Այդ իսկ պատճառով ստերը շուշուտ են բռնվում Մեգանին։ Եվ քանի որ մարդկանց դուր չի գալիս, որ իրենց ստում են, փորձում են կեղծ ներկայացնել։ Այդ մարդուն չեն սիրում։ Մեգանին չեն սիրում ոչ Ամերիկայում եւ ոչ էլ Մեծ Բրիտանիայում, այո, շատերը նրանով հիանում են։ Օրինակ ես ինձ շատ դուր է գալիս նրա ոճը եւ նրա արտաքինի համոնը շատ գեղեցիկ կին է, բայց ոչ գեղեցիկ հոգով կին, հա։ Իսկ Քեյթ Միդլտոնը չունի ոչ մեկին ապացուցելու բան, քանի որ նա այդ նպատակը չունի։ Նա երբեք չի ընկնում Մեգանի հետևից։ Երբեք չի փորձում առաջ անցնել Մեգանին, որպեսզի նրա մասին խոսեն, ոչ։ Քեյթը ունի աշխատանք։ Իր աշխատանքը դա թագավորական ընտանիքի անդամ լինելն է, նրանք այնտեղ աշխատում են։ Նա ունի գրաֆիկ, այսինչ օրը Ուելսի արքայադուստր Քեթրինը կներկայանա այսինչ միջոցառման, այսինչ ժամին։ Քեթրինը դուրս է գալիս, ներկայանում է միջոցառմանը, կատարում է իր աշխատանքը եւ գնում է տուն, վերջ, նա այլևս ոչինչ չի անում, ոչ հարցազրույց, ոչ շոուներ, ոչինչ, նա աշխատում է։ Հենց այս բնավորության գիծն է, որ շատերը հավանում են Քեյթի մեջ, որ նա չի փորձում իրեն ցույց տալ ավելին, քան կա։ Նա այնպեսին, ինչպեսին որ կա։ Իսկ երբ որ Մեգանը եւ Հարին իմանում են Քեյթի կամ Ուիլյամի որևիցե մի աշխատանքային միջոցառման մասին, նրանք հենց այդ նույն օրը, 1 ժամ առաջ, դուրս են գալիս կամ եթեր, կամ ավտոկայանատեղի, կապ չունի որտեղ, լուսանկարվելու, որպեսզի իրենց մասին ավելի շատ խոսեն, քան Քեյթի եւ Ուիլյամի։ Իսկ Քեյթը եւ Ուիլյամը նման բաներ չեն անում։ Նրանք դրա կարիքը չունեն։ Իսկապես դրա կարիքը չունեն։ Եթե դուք մտնեք Vogue-ի, Harper's Bazaar-ի կամ այլ նշանավոր թերթերի, ամսագրերի Instagram-ները եւ կարդաք Քեյթ Միդլտոնի մասին մեկնաբանությունները, դուք տեսնեք ինչքան հիացական խոսքեր են ուղղում Քեյթին։ Իսկ եթե մտնեք Մեգանին կարդաք, ապա դուք կլսեք այն ամեն ինչ, որ ես ձեզ նոր ասացի, որ նա փորձում է իրեն ցույց տալ այնպեսին, ինչպեսին նա չէ, որ նա փորձում է դուր գալ մյուսներին իր ստերով եւ որ նա պահանջում է մարդկանցից պրիվատ կյանք, բայց նա շատ ակտիվ է, նա բոլորից ակտիվ է։ Մեգան Մարկլը ունեցել է շուտով կլինի 3 խոհարարական շոու ծրագրեր, 2 ոդքասթ, ու նա դեռ խոսում է նրա մասին, որ ցանկանում է պրիվատ կյանք։ Այդ չեմ խոսում, որ Ջեմայփում ու Instagram ունի իր սեփական Instagram-ը, որը նա կարող է վարել իր իսկ հմահաճույքներով եւ վարում է Instagram պրիվատ։ Մեգանի եւ Հարի, ինչպես նաեւ Ուիլյամի եւ Քեյթի միջև հաղորդակցությունը վերջերս խիստ սահմանափակվել էր, սակայն անցած տարվա մարտին ամեն ինչ փոխվեց, երբ արքայադուստր Քեյթը հայտարարեց իր քաղցկեղի ախտորոշման ցնցող լուրի մասին։ Հարին եւ Մեգանը անմիջապես հայտարարություն են տարածել, արտահայտելով իրենց լավագույն մաղթանքները։ Մենք Քեյթին եւ նրա ընտանիքին մաղթում ենք առողջություն եւ ապաքինում, հույս ունենալով, որ նրանք կկարողանան հաղթահարել այս դժվարին ժամանակահատվածը գաղտնիության եւ խաղաղության մեջ։ Խնդրում եմ, ձեր կարծիքները գրեք մեկնաբանությունների բաժնում, ինչ եք կարծում։ Մեգան Մարկլը վազում է, որպեսզի հասնի Քեյթին, փորձում է նրան անցնել եւ կհասնի արդյոք Քեյթին։ Եվ հակառակը, ըստ ձեզ, Քեյթը փորձում է անցնել Մեգանին, թե ոչ։ Լավ մնացեք ձեզ հետ, ես էի Անահիտը, կսպասեմ ձեր լայքերին եւ մեկնաբանություններին, մենք շատ շուտով կհանդիպենք։ Լավ մնացեք։